Վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ շարունակում ենք խոսել հետաքրքիր թեմաների մասին։ Այսօր Հայկ կարծես թե ամեն ինչի մասին հասցրել ենք խոսել եւ երաժշտություն, եւ արվեստ, եւ խոհանոցային մեր հատվածում շատ հետաքրքիր զրույց ունեցանք Սարգսի հետ միասին, իսկ հիմա այսպես շատ սահուն կերպով անցում ենք կատարելու կիբերանվտանգության թեմային։ Սիրելի հեռուստադիտողներ, շատ ակտուալ մի թեմա, որի շրջանակներում նոյեմբերի 22-ից 23-ը Երևանում ինժեներական քաղաքում կանցկացվի կիբերանվտանգության Capture the Flag 2025 ամենամյա անվճար մրցույթ AI Apocalypse խորագրով, ինձ ամենաշատը դուր է եկել խորագիրը, AI Apocalypse։ Խորագիրը կբացահայտենք հյուրերի հետ միասին, իսկ նրանք են Մարի Բարսեղյանը, ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի Sci-Hub Armenia կիբերանվտանգության նախաձեռնության ղեկավար եւ Microsoft ինովացիոն կենտրոնի տնօրենը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ Անդրանիկ Վարդանյանը կիբերանվտանգության մասնագետ, բարի լույս։ Բարի լույս։ Գիտես ինչն է հետաքրքիր, նախ լավ եք շատացել։ Նման մեծ հարթակներ ստեղծվում են, որովհետև ոլորտը խնդրահարույց է դարձել եւ մեզ պետք են առավել մասնագետներ, ովքեր որևէ կերպ դեմը կառնեն այս ամենի եւ որոշակի հանգուցալուծման եւ հետաքրքիր տարբերակներ կառաջարկեն, թե սա պարզապես ոլորտը զարգացնելու համար է։ Նաև։ Երևի պատմեմ մենք մոտակա 5-6 տարի ինչով ենք զբաղվել, հա։ Sci-Hub Հայաստանը ինքը ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի հենց կիբերանվտանգության նախաձեռնությունն է, եւ վերջի 5 տարիներին մենք հենց զբաղվել ենք ոլորտի զարգացման, հա, այսինքն եւ էկոհամակարգի ստեղծման, որտեղ հիմնական գործունեությունը մասնագետների պատրաստման շուրջ էր, այսինքն եւ անվճար դասընթացներ ունենք եւ միջազգային սերտիֆիկացված դասընթացներ եւ նաեւ այդ ոլորտում հետաքրքիր լուծումների բացահայտման, հա, այսինքն ունենք տարբեր ինկուբացիոն ծրագրեր եւ իրազեկումը, այսինքն շատ կարեւոր մաս է իրազեկման մասը, որի արդյունքում նաեւ իրականացրել ենք շատ դասընթացներ հենց կիբերհիգիենայի հետ կապված, դպրոցականների հետ, երեխաների հետ, հա, ծնողների հետ ենք իրականացնում եւ մեր միջոցառումները։ Եվ այս ամեն ինչը նրա համար է, որովհետև բնականաբար ոլորտը շատ խնդրահարույց է եւ ամենակարևոր բանը դա իրազեկումն է։ Իրազեկումը եւ մասնագետների տեսանկյունից, այսինքն որ իրենք իմանան այդ ոլորտ կա, կարող են գնալ եւ շատ լավ մասնագետ դառնալ եւ ծառայել մեր երկրին իրանց գիտելիքներով եւ հանրությանը, որ իրենք իմանան այդ վնասակար ծրագրերի մասին եւ խարդախիչների մասին, ովքեր փորձում են ամենատարբեր ձևերով, ամենատարբեր գործողություններ իրականացնել, այո։ Ինչու է AI Apocalypse? Ինչու Apocalypse? Սկսենք տեղից։ Եկեք CTF-ի մասին երևի մի քանի բառ ասեմ, Անդրանիկի կարան։ Մենք Անդրանիկի հետ ենք սկսել սա 6 տարի առաջ անգամ Հայաստանում հենց ոնց որ համահիմնադիրներից ենք։ Ինքը տենց շատ հավես մրցույթ է, որտեղ որ հենց հեքերներն են մրցում, Անդրանիկ ջան, գուցե մի երկու բառ հավելացնես։ Հա, Capture the Flag-ը նույն ինքը գրավիր դրոշը, ինքը ավանդական բակի խաղի անվան հիման վրա է, որտեղ որ մենք որպես կազմակերպիչներ սարքում ենք իրական կյանքի նման ենթահամակարգեր, որոնք որ ունեն շատ յուրահատուկ խոցելիություններ, որոնք նույնպես կարան նմանատիպ խոցելիություններ ունեն իրական կյանքում եւ մասնակիցները, որոնք որ 100-ից ավել մարդ է մասնակցում, գալիս բաժանվում են խմբերի եւ փորձում են ջարդել նմանատիպ ենթահամակարգերը, գրավել դրոշը եւ ով ամենաշատ դրոշն է գրավում, ստանում է իհարկե մրցանակ ու ընդհանուր նպատակը գրավել դրոշի այնա, որ երիտասարդությունը կարողանա ծանոթանալ ոլորտի հետ։ Մարդիկ լինում են տարբեր բեքգրաունդի, այսինքն եւ տեխնիկական եւ ոչ տեխնիկական ծրագրավորողներ, QA-ներ, բոլորը գալիս են փորձում են մասնակցել։ Apocalypse-ն որտեվ AI-ը հիմա շատ արդիական թեմա է եւ իր ոնց որ եւ լավ եւ վատ կողմեր ունի։ Հիմա նույնիսկ մի ամբողջ ոլորտ է ստեղծվել, ասենք ինչպես արհեստական բանականությունը ջարդեր, որ անի այն ինչ որ չպետք է աներ, նույնպես ինչպես անում ենք ավանդական ծրագրերի հետ։ Եվ այդ թեմայի շուրջ փորձում ենք անցկացնել այս տարվա գրավիր դրոշը մրցույթը, այսինքն նաև արհեստական բանականությամբ աշխատող համակարգերի մասին է խոսքը գնալու եւ կոտրել այդ հենց այդ համակարգերը։ Կիբերանվտանգություն ասելով մի քիչ առաջարկում եմ ավելի պարզ ներկայացնել հանրությանը, թե հատկապես ինչ ուղղություններով այն կարող է մարդկությանը վնաս հասցնել եւ նման ծրագրերի ու հարթակների շնորհիվ արդյոք մենք կարողանում ենք հանրության մեծ զանգվածին լինել հասանելի մտքի ու գաղափարի առումով, որպեսզի ի վերջո ազգը կարողանա որոշակի գիտակցական սանդղակ ունենա եւ խուսափի բոլոր տեսակի վտանգավոր քայլերից, որոնք կարող են վերաբերել եւ անձնականին, եւ գործնականին, եւ ֆինանսներին եւ այլն եւ այլն։ Եկեք մի փոքր ավելի պարզ ներկայացնենք ի վերջո ինչը պետք է անել խուսափելու համար նմանօրինակ երևույթներից։ Բացի իհարկե մասնագիտական առումով մասնակիցը լինել եւ 24 ժամ շարունակ լուծել բադ գործնական առաջադրանքները։
Հա, իհարկե, մենք ասում ենք կիբերանվտանգությունում, որ ամենաառաջի կարևոր ֆակտորը դա մարդկային ֆակտորն է։ Եվ ասում ենք ամենակարևորը լինելը զգույշ։ Օրինակ, երբ որ մենք տնից դուրս ենք գալիս, փակում ենք դուռը, կողպում ենք դուռը։ Նույն ձևել կիբերանվտանգության մեջ կա նմանատիպ շատ պարզ մոտեցումներ, օրինակ, որ համակարգիչից հեռու ենք գնում, լոկ ենք անում էկրանը։ Կամ օրինակի համար, երբ թե ունենք ինչ-որ տարբեր տեսակի հաշիվներ, Հայաստանում օրինակ Facebook, Instagram տարածված են, դնել, ասենք, ավելի հզոր գաղտնաբարեր, օգտագործել մի քանի ֆակտորով մուտք գործելու հնարավորությունը, դա կլինի SMS եւ այլն։ Օրինակ Մարիինց հետ միասին կիբերհիգիենայի դասերը ահագին օգնել են մանավանդ տարածքներում, որպեսզի դպրոցական երեխաները եւ ծնողները եւ ուսուցիչները սովորեն ինչպես նմանատիպ գիտելիքը ձեռք բերել եւ ինչպես նաեւ սովորացնել իրանց ընտանիքներին, որպեսզի մնան անվտանգ։ Այդ մարդկային ֆակտորը, երբ որ մենք կարողանում ենք լավ մշակել, մենք ոնց որ պահպանում ենք խնդիրների 99.99%-ից։ Եվ ինձ թվում է նաեւ կարևոր է այստեղ պետության դերը, այսինքն եթե համապատասխան իրավական օրենքներ կան, հա, որոնք նաեւ պարտադրում են մասնավոր սեկտորին այդ ամեն ինչին ավելի լուրջ վերաբերվելու, հա, հանրային քրիտիկական ինֆրաստրուկտուրաներին ոնց է, հա, ենթակառուցվածքներին ավելի լուրջ, որը իրականացվում է տարբեր գործակալությունների կողմից մեր երկրում, դա նույնպես շատ կարևոր է, այսինքն դրա միջոցով իրանք արդեն ուզած-չուզած ստանում են այդ տեղեկությունը եւ իրազեկված են լինում, որպեսզի արդեն կազմակերպեն հենց իրենց ենթակառուցվածքներում այդ ամեն ինչի պաշտպանությունը, էլի։ Իսկ ըստ իրազեկված լինելը արդյոք բավարար է, որպեսզի այս խնդիրները ինչ որ առումով լուծելի դառնան կամ մարդիկ մի փոքր ավելի պաշտպանված լինել, որովհետեւ կարծում մեր օրերում շատ ենք խոսում եւ մեդիա գրագիտության մասին եւ առասարակ իրազեկված լինելու, այսօր իհարկե արհեստական բանականությունը հաճախ բարդացնում է աշխատանքը, երբեմն շատ բարդ է տարբերել ինչն է իրական, ինչը ոչ, բայց կարծես թե գնալով առնվազն այսպես նաեւ մեր շփվում ենք ընկերների կամ այսպես գործընկերների հետ շատ ենք լսում, որ վերջին շրջանում մասնավորապես շատ են դեպքերը, երբ մարդկանց անդադար կարծես թե փորձում են խաբել, մոլորեցնել եւ դա անում են շատ տարբեր ձևերով, խոսքը մենք կիբերանվտանգության մասին չէ, նաեւ հաճախ են հեռախոսազանգերի միջոցով, բանկային համակարգերի միջոցով, երբ ներկայանում են որպես բանկային որևէ բանկի աշխատող եւ փորձում կորզել այդ տեղեկատվությունը, այ տեղեկացված լինելուց բացի ինչ պրակտիկ ավելի գուցե գործիքներ կան կամ ինչի վրա է պետք ուշադրություն դարձնել, որպեսզի չտրվել այս ապրանքին։ Ասան։ Ուրեմն հետաքրքիր է, որ մեր ոլորտը հետաքրքիր sense shift-ա ունեցել, ուղղությունը փոխվել է, երկար տարիներ մեր ոլորտը փորձում էր ջարդելու միջոցով գտնել խնդիրները, հիմա հասկացել ենք, որ պետք է սովորացնելու միջոցով լուծել խնդիրները, որտեվ ավելի շատ են այն մարդիկ, ովքեր որ կարան ենթարկվեն հարձակման, եւ այդ պատճառով ունենք ոնց որ գլխավոր 3 առաջարկները, որ մենք մարդկանց ասում ենք միշտ կատարեք։ Չօգտագործել password-ը մի քանի տեղ, հա, որտեվ նույն գաղտնաբարը մի քանի տեղ, որտեվ շատ է լինում, որ գաղտնաբարը հայտնվում է համացանցում, նույն գաղտնաբարը մարդիկ տեսնում են, օգտագործում են ուրիշ սոցկայք եւ այլն մտնելու համար։ Երկրորդը օգտագործել գաղտնաբարերի ղեկավարման համակարգ։ Օրինակ ժամանակակից iPhone-ները, Android-ները ունեն պատրաստի գործիք, որ միանգամից ասում է, ուզում ես օգտագործել հզոր գաղտնագիր, եւ ինքը միանգամից առաջարկում է մի բան, որ դու նույնիսկ չգիտես ինչ է, եւ անհնար է հիշել գաղտնաբարը։ Եվ շատ սիրուն բիոմետրիկ ձևերով մատնահետքով կամ Face ID-ով այդ ամեն ինչը հասանելի է դառնում, եւ օրինակ cloud-ի միջոցով էլ կարողանում են մարդիկ պաշտպանվել, եւ երևի թե երրորդը, որը մենք վերջերս հասկացել ենք շատ կարևոր է դարձել, դա ոլորտին հետևելն է, որը որ լավաբախտաբար Facebook-յան եւ ինտերնետի դարում շատ հեշտ է դա դարձել, այսինքն ընդհանրապես հետևել մասնագետներին, իրանք ինչ են տեղեկացնում, որտեղ մենք փորձում ենք մաքսիմալ արագ ասել, որ չգիտեմ, Google Chrome-ում խոցելիություններ կան, խնդրում ենք update արել։ Ու իհարկե update աները մնում է մեր ամենաավանդական խորհուրդը, որ եթե update կա, անպայման արեք։ Այսինքն նախկինում եղել է որևէ թերացում, որը շտկվել է այս տարբերակում արդեն։ Այսինքն հա ինչ որ գործիքակազմ օգտագործելը, մասնագետներ, ովքեր որ վերապատրաստված են համապատասխան ժամանակակից այդ գործիքակազմի հետ կապված ոնց պետք է օգտվեն, ինչ պետք է ներդնեն իրենց համակարգերի մեջ, հա։ Դա ինձ թվում է շատ կարևոր է, այսինքն էլի գալիս ենք այդ իրազեկմանը, ուսուցմանը, ինչպես Անդրանիկը նաև ներկայացրեց, որ պետք է համապատասխան գիտելիքներ ունենան, որ նաև կարողանան հստակ ինչ-որ գործողություններ իրականացնել, էլի։ Շատ լավ ընկերներ, եւ գնանք դեպի ամփոփում ու կրկին հիշեցնենք, որ 2 թեժ օր է սպասվում Երևանում ինժեներական քաղաքում, որտեղ գնում ենք եւ գրավում ենք դրոշը հաղթանակի համար։ Շնորհակալություն ձեզ կարողացել իրադարձությունը մեզ հետ կիսվելու համար, մնացեք մեզ հետ, մենք շարժվում ենք առաջ, խնդրեմ։